записывать. Почему? Ну, почему? Потому что не могу даже знать, что я хочу опустить, я захочу. Пожалуйста, как? И вот мне не дают даже это делать. Я хочу сказать, что мне, к сожалению, не дают возможности обратиться к вам, что вы единственный, кто мог бы данной ситуации. Я не могу получить приговор уже месяц. Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային։ Նախորդող 10 օրում նա օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով գրավոր դիմումներով եւ հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձեր է արել։ Ոչ մի կերպ չի հաջողվել։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամները հայտարարություն են տարածել, ընդգծելով կեղծ դատավարությունից հետո ազատազրկվածներն վճիրներն անգամ չեն ստացել։ Չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։ Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված վիճակով։ Նրա եւ մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը եւ Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում երկրից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։ Ընտանիքը Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային ուղղված Ռուբեն Վարդանյանի դիմումի աուդիոձայնագրությունը, որը կիսատ էր, հրապարակել է։ Նրանք մտահոգություն են հայտնել։ Կարճ զրույցներն անգամ հնարավոր է այլևս չլինեն։ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով արտասահմանում դատավարությունն ավարտվելուց հետո դատապարտյալին վերադարձնում են քաղաքացիության վայր։ Միջազգային օրենքով է կարգավորվում։ Այն տարածվում է նաև Բաքվում գտնվող հայ գերիների նկատմամբ։ Եվ այն պետք է իրականություն դառնա հատկապես խաղաղության մասին անդադար խոսող երկու Հայաստանի եւ Ադրբեջանի գործող կառավարությունների միջև։ Այն հնարավորությունները, որոնք կային եւ կան ԱՊՀ երկրների շրջանակում, դրան ավելացել է խաղաղության մասին այս առնվազն խոսակցությունները։ Եվ ես կարծում եմ, որ լավ կլիներ, եթե մենք տեսնեինք, լսեինք, որ իշխանությունը ոչ թե ասում է ինչ որ նուրբանկատորեն ինչ որ բան է անում, այստեղ նուրբանկատությունը բացարձակապես չի պահանջվում։ Պետք է որ Հայաստանը իր վրա վերցնի այդ ծախսերը, այդ անձանց, ովքեր որ արդեն դատապարտվել են, բերեն Հայաստան։ Միայն իրավական գործ լինելուց դուրս է հայ գերիների վերադարձի հարցը, ընդգծում է ապրելու երկիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Այն, որ այս հարցը բավականին բարդ լուծում է պահանջում, ակնհայտ է, որովհետև գործ ունենք Ալիևյան բռնապետական ռեժիմի հետ եւ այդ տեսանկյունից այնպես չէ, որ նոր իշխանության համար հեշտ է լինելու այս հարցը լուծել, բայց ակնհայտ է, որ գործող իշխանությունը ընդհանրապես այս հարցով չի զբաղվում։ Միջազգային հանրության այդ ակտիվ աշխատանքի եւ նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում գերիների հարցի բարձրաձայնումը կարծում ենք, որ որոշակի ժամանակ արդյունավետ աշխատելու դեպքում կտա իր արդյունքը։ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս գերիների վերադարձի համար կարևոր անելիք ունի նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, նշում է Լարիսա Ալավերդյանը։ Պարլամենտական ընդդիմությունը լայն հնարավորություններ ունի շփվելու թե Եվրոպայի խորհրդի վեհաժողովի անդամների, հանձնաժողովների եւ այլն, եւ թե միջև անգամ Եվրամիության, որովհետեւ մենք ունենք այդպիսի շրջանակ, որտեղ որ համագործակցում են։ Գերիների վերադարձի համար ձեռնարկվող քայլերը արդյունավետ չեն, նշում է Մեսրոպ Առաքելյանը։ Իշխանությունը միջազգային հարթակներում այդ հարցը բարձրացնելու փոխարեն այլ օրակարգ ու առաջնահերթություններ է սահմանում։ Հայաստանի իշխանությունների այս կառավարական կեցվածքը հենց առաջացնում է նաև այսօրվա վիճակը, երբ նաև միջազգային հանրությունը այս հարցի շուրջ ունի ակտիվ դերակատարում եւ լուծումը քաղաքական է, հույս ունենք, որ նորմալ իշխանության պարագայում սա կդառնա Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն օրակարգերից մեկը, որի միջոցով հնարավոր կլինի օր առաջ վերադարձնել մեր հայրենակիցներին։ Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է իրական խաղաղության մասին, Իլհամ Ալիևը տարբեր հարցազրույցներում անդրադառնում է հայ ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձի մասին հնչող հարցերին։ Մասնավորապես Ֆրանս 24-ի լրագրողի հնարավոր է շրջեք էջն ու ներում շնորհեք նաև նրանց հարցին, Ալիևը ոչ ուղիղ, բայց բացասական պատասխան է տվել։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։